Շատ լավ նախագիծ է եւ պետք է պարզապես իրականացնել այն տրամաբանությամբ, որ մենք Հրազդանի կիրճի ավելի խոշոր հատվածը, ինչպես ասեց պարոն Ավինյանը, ուսումնասիրված է։ Հիմա կառավարությունը իր աշխատանքը պետք է անի, ազգային ժողովում մեր գործընկերները հույս ունեմ կընդունեն այդ օրենքը, որից հետո արդեն տարածքը հատուկ կարգավիճակ կստանա, որովհետև ցավոք սրտի այդտեղ էլ մենք դեֆորմացիաներ ունենք։ Իհարկե մենք այդտեղ շատ ցանկություն չունենք, որպեսզի անհարմարավետություններ ստեղծենք, այդ թվում ներդրումների համար, նրանք, որոնք կարող են համատեղվել այդ տրամաբանության մեջ, ինտեգրվել այդ տրամաբանությանը, մենք խնդիր չենք տեսնում, բայց ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ դա հսկայական մեծ տարածք է եւ շատ մեծ պոտենցիալ ունի եւ Երևան քաղաքում ընդհանուր առմամբ եւ օդի որակի եւ կյանքի որակի բարելավման առումով շատ մեծ պոտենցիալ ունի եւ մենք այդ նախագիծը պետք է սկսենք իրականացնել եւ այսպիսով սկսում ենք իրականացնել։ Համեցեք։ Պարոն վարչապետ, այո, մենք նույնիսկ արդեն իսկ համաձայնագիրն ենք կնքել որոշակի ֆինանսական միջոցներ հատկացնելով եւ այնտեղ տեղում ուսումնասիրություններն են իրականացվում եւ արդեն շատ շուտով օրերի ընթացքում բուն շինարարական աշխատանքներն են ընթանալու եւ մի քանի կարեւոր ծրագրի մասին դուք խոսեցիք, մասնավորապես նաև Դալմայի այգիների վերականգնման անտառ-պուրակի ստեղծման մասին։ Ես ուզում եմ մի քանի թիվ բարձրաձայնել, պարոն վարչապետ։ Վերջին 4 տարիների ընթացքում Երևան քաղաքում ստեղծվել է մոտավորապես 60 հեկտար նոր կանաչապատ տարածքներ։ Եվ այս 60 հեկտարը բոլորը իրենց ոռոգման համակարգերով այս վերջին 4 տարիների արված աշխատանքը ավելին է, քան դրան նախորդող 22 տարիներինը միասին վերցրած։ Եվ երբ որ խոսում ենք, որ 60 հեկտարը տենց շատ կարևոր թիվ է, Դալմայի այգիները 250 հեկտարի մասին է մոտավորապես խոսքը, պարոն վարչապետ, եւ իրականում դա քաղաքային միջավայրում էականորեն փոփոխություն է բերելու այդ ծրագիրը։ Վստահորեն փոփոխություն է բերելու նաև Հրազդանի կիրճում կանաչապատման ծրագիրը, որը հենց հաջորդ փուլով մենք պատրաստվում ենք իրականացնել, եւ այս տարի նաև պարոն վարչապետ ունենք նոր վարչական շրջանում 35 հեկտար տարածք Լվովյան հատվածում, որը որ նույնպես կանաչապատ տարածք է դառնալու, այսինքն կանաչապատման process-ը Երևան քաղաքում դուք արդեն նշեցիք նաև Նորք Մարաշը եւ ուզում եմ ասել տեմպերը եւ ծավալները էականորեն ավելանում են եւ ժամանակի ընթացս ել ավելի մեծ եւ ամբիցիոզ ծրագրեր ենք իրականացնում։